914 թվականին, երբ Աշոտը գահ բարձրացավ, Հայաստանը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա հայրը, Սմբատ առաջինը, դաժանաբար մահապատժի էր ենթարկվել արաբների կողմից, իսկ երկիրը մասնատված էր։ Աշոտի երկարատև ու անզիջում պայքարը, որի համար էլ ստացավ Երկաթ մականունը, ստիպեց արաբական խալիֆայությանը վերանայել իր քաղաքականությունը։ 922 թվականին արաբական խալիֆայությունը տեսնելով, որ չի կարողանում ուժով ընկճել Աշոտին, պաշտոնապես ճանաչեց նրա գերագահությունը տարածաշրջանի մյուս իշխանների նկատմամբ։ Յուսուֆ Ամիրայի միջոցով խալիֆը Աշոտին ուղարկեց թակ եւ թագավորական զգեստներ, դրան շնորհելով Շահնշահ Տիտղոսը։ Այս Տիտղոսով Աշոտը դառնում էր թագավորների թագավոր։ Դա նշանակում էր, որ Հայաստանի եւ Վրաստանի մյուս բոլոր թագավորներն ու իշխանները, օրինակ Վասպուրականի Արծրունի թագավորը կամ Վրաց Բագրատունի իշխանները, պաշտոնապես պետք է ընդունեին նրա գերակայությունը։ Աշոտ Երկաթը նաև փայլուն դիվանագետ էր։ 921 թվականին նա մեկնեց Կոստանդնուպոլիս, որտեղ Կոստանդին կայսրը նրան ընդունեց արտակարգ պատիվներով։ Բյուզանդացիները նրան շնորհեցին արխոնտած արխոնտ, իշխանած իշխան Տիտղոսը, որը կայսրության համար հավասարազոր էր Շահնշահին։ Սա նշանակում էր, որ թե արևելքը, արաբները, թե արևմուտքը, բյուզանդիան, ճանաչում էին Աշոտին որպես քրիստոնյա, արևելքի միակ եւ գլխավոր առաջնորդի։ Այդ ժամանակ Վրաց Բագրատունիները դեռևս չունեին հզոր թագավորություն եւ հաճախ հայտնվում էին հայ Բագրատունիների հովանու ներքո։ Շահնշահ հայոց եւ Վրաց Տիտղոսը փաստում էր, որ Աշոտ II հանդիսանում էր ողջ Կովկասի քաղաքական կենտրոնը։ Սա ամրապնդեց հայ-վրացական դաշինքը ընդդեմ արաբական նվաճումների։ Այս Տիտղոսի եւ Աշոտի գործունեության մասին հիմնական տեղեկությունները մեզ են հասել ժամանակակից պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու շնորհիվ, ով ականատես էր այդ իրադարձություններին եւ մտերիմ էր թագավորի հետ։